Որպես քաղաքագետ ինչ է կարծում Հայաստանում հետընտրական այս ճգնաժամը ինչքանով կշարունակվի, նաև քանի որ նշեցինք, հա, որ Հայաստանը ավտորիտար երկիր արդեն կարող ենք ասել ու այդ ուղով է շարժվում, արդյոք ինչքան կարա իշխանությունը շարունակի այս ռեպրեսիվ համակարգը, այսինքն Հայաստանը ունի այդքան ռեսուրս, որպեսզի այս ամեն ինչը շարունակվի ու ինչ հեռանկարներ եք դուք տեսնում այս պայմաններում։ Տիկին Սողոյանի խոսքը շարունակելով առաջին խոսքը կապված արևմտյան երկրների եւ իրենց բնորոշումների, ավտորիտարիզմի եւ այլնի վերաբերյալ ու նաեւ շարունակելով Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ քննարկում, տեսեք Սահմանադրական դատարանը ինքը ինչ արել, ինքը Նիկոլ Փաշինյանին ասում է հետեւյալը, որ թղթերի տեսանկյունից ամեն ինչ օքեյ է։ Մենք քեզ լեգալություն ապահովում ենք։ Օրինական է թե անօրինական է, բայց լեգալությունը տալիս ենք, իսկ լեգիտիմության մասով ինքը շարունակում է ոչ լեգիտիմ ղեկավար լինել, շատ պարզ ինքն էր ասում միջև ընտրությունները, որ ժողովրդի աջակցություն նշանակում է 50+1-ի աջակցություն, այդ 50+1-ը Նիկոլ Փաշինյանը չի ստացել։ Ինչը վերաբերում է դրան, թե այդ ճգնաժամը ինչքան է տևելու, կամ մենք հասանք ճգնաժամի հանգուցալուծմանը ընտրությունների արդյունքով, ոչ, ճգնաժամը էլ ավելի խորացավ, որովհետև այստեղ պետք է շնորհակալություն հայտնենք Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, որոնք մասնակցեցին ընտրությունների, ես ինքս օրինակներ եմ տեսել, մարդիկ գերդաստաններով, բառիզմ իմաստով ընտրություններին մասնակցել են։ Դրա շնորհիվ, որ իրենք չեն կարողացել ձևավորել սահմանադրական մեծամասնություն, երբ կարա քաղաքական ճգնաժամը հանգուցալուծվի։ Տեսեք, ինքը ունի պարտավորությունների մի հատ մեծ շղթա, խոսքը Նիկոլ Փաշինյանին է վերաբերվում, այդ պարտավորությունից ամենակարևորը վերաբերում է սահմանադրական փոփոխություններին։ Այդ սահմանադրական փոփոխությունները իրականացնելու տարբերակները այդքան էլ շատ չեն։ Հենց այն պահին, երբ որ ինքը գա ազգային ժողով փորձելով սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչելու, հենց այդ պահից սկսած լինելու է հնարավորություն ընդդիմության համար հասնել քաղաքական ճգնաժամի հանգուցալուծմանը։ Եթե իրենք կողմ չեն քվեարկում, Նիկոլ Փաշինյանը տարբերակներից մեկը, որ փորձելու է կյանքի կոչել, դա սահմանադրությունը հանրաքվեի, համապետական հանրաքվեի դնելու միակ տարբերակը այս պարագայում, եթե ընդդիմությունից չեն կարողանում ապահովել ձայնագողություն, հետևյալն է, իրենց անհրաժեշտ է նոր ընտրություն, որպեսզի իրենք ստանան սահմանադրական մեծամասնություն եւ միևնույնն է, փորձեն ազգային ժողով այդ ամեն ինչը անցկացնել։ Տարբերակներից միակը հետևյալն է, ինքը պետք է հրաժարական տա։ Ներկայիս խորհրդարանում նույնիսկ առանց ԲՀԿ-ի, ցավոք առանց ԲՀԿ-ի ընդդիմությունը ունի հնարավորություն իր վարչապետի թեկնածուն առաջադրելու եւ գործընթացները տանելու այն ուղղությամբ, որ սահմանադրությունը բերելու պահից սկսած Նիկոլ Փաշինյանը խնդիր ունենա։ Կանի ընդդիմությունը դա թե չի անի, ես այս հարցի պատասխանը ցավոք սրտի չունեմ, բայց քաղաքական ճգնաժամը կարող է այս ճանապարհով լուծվել այն պահին, երբ որ սահմանադրական փոփոխությունների, նրանք ասում են բարեփոխումների փաթեթը մտնի ազգային ժողով։